Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր մարտի 26 Տերը կմխիթարի նրան տկարության անկողնում Սաղմոս 41-րդ գլուխ 3-րդ խոսք Հիշեք, որ այս խոստումը տրված է աղքատների մասին հոգ տանող մեկին, եթե դուք նրանցից մեկն եք, ապա սրտանց ընդունեք այս խոսքերը։ Տեսեք, թե ինչպես հիվանդության ժամին աղքատների Աստվածը օրհնում է աղքատների մասին հոգացող մարդուն։ Հավերժական ձեռքերը կպահեն նրա հոգին, ինչպես բարեկամական ձեռքերն ու փափուկ բարձերը հիվանդի մարմինը։ Որքան քնքուշ և կարեկից է այս պատկերը, ինչպես է այն մեր Աստծուն մոտեցնում մեր թուլություններին և հիվանդություններին։ Ո՞վ է երբևէ լսել նման բաներ հին հեթանոս Յուպիտերի կամ Հնդկաստանի կամ Չինաստանի աստվածների մասին։ Սա Իսրայելի Աստծուն բնորոշ լեզուն է։ Հենց նա է, որ բարեհաճում է դառնալ բարի մարդկանց խնամակալն ու սպասավորը։ Եթե նա հարվածում է մեկ ձեռքով, ապա աջակցում է մյուսով։ Օրհնություն է, երբ մարդ թուլանալիս ապավինում է Տիրոջը, որովհետև նա է նրան պահում ու հոգ տանում նրա մասին։ Շնորհքը լավագույն դեղամիջոցն է։ Աստվածային սերը ամենաապահով խրախուսանքն է տառապող հիվանդի համար։ Այն հոգին ուժեղացնում է, ինչպես հսկա, նույնիսկ երբ ոսկորները խոցում են մաշկը։ Տիրոջ նման բժիշկ չկա, նրա խոստման նման զորացնող չկա, նրա սիրո նման գինի չկա։ Թանկագին բարեկամ, եթե չես կատարել քո պարտականությունը աղքատների նկատմամբ, ապա այս խոսքերը թող որ արթնացնեն քեզ և մղեն անմիջապես դառնալ նրանց ընկերը և օգնականը։